Ողջույն և բարի գալուստ Restart Գավառի յութուբյան ալիք։ NextGen առաջնորդության ակադեմիայի շրջանակներում մեր թիմը իրականացնում է նոր հայացք անվամբ նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրացնել Գավառ համայնքի բնակիչների շրջանում հասարակական կազմակերպությունների դերը և նշանակությունը, նվազեցնել կամավորության և հասարակական կազմակերպությունների վերաբերյալ տարածված կարծրատիպերը։ Մեր նախաձեռնության մի մասն է կազմում նաև նոր հայացք պոդքասթների շարքը, որի շրջանակներում կունենանք հյուրեր, ովքեր հաջողել են այս գործում և ունեն ասելիք կամավորության, դրա կարևորության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների գործունեության և տարածված կարծրատիպերի ու դրանց հաղթահարման մասին։ Ես Պապին եմ Կարապետյան, NextGen ակադեմիայի շրջանավարտ և նոր հայացք նախաձեռնության անդամներից մեկը։ Մեր պոդքասթի առաջին հյուրն է NextGen 4 ակադեմիայի շրջանավարտ, ապագան մեր ձեռքերում երիտասարդական հասարակական կազմակերպության ծրագրերի մենեջեր և համակարգող, Erasmus Solidarity Corps-ի կամավոր Աննա Ամիրյանը։ Ողջույն Աննա ջան։ Ողջույն բոլորին, շատ ուրախ եմ ես հիանալի նախաձեռնության առաջին հյուրը լինելու առումով։ Հիանալի նախաձեռնություն է իրականացվում, որը վստահ եմ բազմաթիվ երիտասարդների մոտիվացնելու ու մղելու դեպի ավելի լավը դառնալու մտքին։ Մենք էլ ենք շնորհակալ Աննա ջան, որ համաձայնվեցիր լինես մեր առաջին հյուրը պոդքասթի, ու արի մի քիչ խոսենք այն մասին, թե ոնց սկսվեց քո ուղին կամավորության, ընդհանրապես հասարակական կազմակերպությունների հետ, ոնց առաջին անգամ ծանոթացար այդ ամեն ինչին ու արդյոք դժվարությունների, կարծրատիպերի բախվել ես այս ընթացքում։ Իրականում այս այն ամենալավ հարցերից մեկն է, որին որ ես փորձում եմ միշտ այսպիսի հարթակներում ու լսելի ոնց որ դարձնել։ Իրականում իմ փորձառությունը սկսվել է դեռ բավականին վաղուց, կասեմ, եթե տարիների մեջ շփոթեմ, կասեմ 2017 թվականից։ Այն ժամանակ ես հիշում եմ դեռ սովորում էի Գավառի գյուղատնտեսական քոլեջում, ես հնարավորություն ստացա դառնալ երիտասարդական կրթական ակումբի լիդեր։ Հիշում եմ դեռ 16 տարեկան էի, ներողություն 17-ին չէի կարող 16 տարեկան լինել։ Հիշում եմ, որ առաջին կուրս էի կամ երկրորդ, էլի չեմ ուզում ավելի սպეციფიկ լինել, որպեսզի թվերի մեջ չխճճվեմ, բայց հիշում եմ, որ ամենափոքրը ես էի տրեյնինգների ժամանակ ու իմ համար մի տեսակ նոր աշխարհ էր, չէի հասկանում ինչ է կատարվում դպրոցից այն կողմ, ես ավելի ֆորմալ կրթությանն էի ծանոթ ու ոչ ֆորմալը իմ համար նոր աշխարհ էր։ Այդպես ես արդեն ներգրավեցի երիտասարդական ու կամավորական աշխատանքներում, հետո 3 տարի շարունակ վարեցինք մեր Sky Educational Club-ը, այդպես էր կոչվում, ինքը հիմնականում միտված էր տեղական տարբեր պրոյեկտներին երիտասարդների մասնակցությունը խթանելու համար, ու մենք բավականին հաջողում էինք, մի քանի ծրագրեր իրականացրեցինք մեր համայնքում, օրինակ Գավառի մուտքի մոտ ծառեր էինք տնկել բավականաչափ, ու իրականում երիտասարդներին կարողացանք մոտիվացնել, որպեսզի ավելի մեծ մասնակցություն ունենան։ Դրանից հետո, անկեղծ ասած, կրթությունը շարունակելու նպատակով ես տեղափոխվեցի Երևան, ու այդ ընթացքում ես այսպես էի սովորում, հեռակա էի սովորում տնտեսագիտական համալսարանում, ու իմ կուրսում կային այնպիսի տղաներ, որ նոր բանակից էին հետ վերադարձել, այսինքն ես փաստացի սովորում էի ինձանից մեծերի հետ, ովքեր արդեն նախորդ տարիներին որոշակի փորձառություն են ունեցել։ Այդտեղ հանդիպեցի տղաներից մեկին, ով ինձ խորհուրդ տվեց արդեն փորձել հասարակական կազմակերպությունների հետ գործունեություն իրականացնել, իհարկե կամավորության էլի բնույթով, բայց սա հիմնականում ավելի միջազգային պրոյեկտներ էին, այսինքն սա Erasmus-ին էր հիմնականում վերաբերում։ Դա երևի թե 2021-22 թվականներ ես մասնակցեցի Հայաստանում Erasmus ծրագրի ու իրականում սիրահարվեցի ես Erasmus-ին, իրա վայբը, իրա տրամադրությունը, եթե հայերենով ասեմ, էներգիան, անընդհատ շարժման մեջ լինելը, լրիվ ուրիշ է։ Հա, այդ ակտիվությունը ինձ տվեց մի հատ այլ մոտիվացիա, որ կարելի է փորձել այս ներուժ, այս ամեն ինչը, որը որ մենք ենք դնում հասարակության մեջ
ու տեղական երիտասարդության շնորհիվ էլ ավելի լավը դարձնելու այս հարթակներում Հայաստանը ներկայացնել, ավելի լավն էր ինձ թվում։ Այդպես ես ներգրավեցի, հետո սկսեց այն գլխավոր period-ը, այն գլխավոր փուլը, որը որ կոչվում եմ ես, իմ երկրորդ կյանք, ինչու է այդպես, որովհետև ես ինձ մենակ գտա նոր աշխարհայացով, նոր միջավայրում ու փորձեցի ինձ բացահայտեմ նորովի։ Սա այն ժամանակահատվածն էր, երբ որ ես իմ 1 տարվա կամավորության ծրագիրը անցկացնում էի Լեհաստանում։ Այս պապին չեմ կարող ասեմ ինչքան մոտիվացնող էր, այն որ գիտակցումը, որ դու մենակ ես, այդ պահի դրությամբ աշխարհում ոչ մեկ այս պահին քո կողքը չի, դու չես կարող հենվես այդ մարդու, ինչ որ մեկին ավելի շատ, ու պետք է հասկանաս, որ դու ես ինքնուրույն, քո ազատությունը, քո սահմանները գծողը։ Ու այս ընթացքում լիքը տարբեր փորձառություններ ունեցա, տարբեր լավ ու վատ օրեր ունեցա, ուրախ ու տխուր օրեր ունեցա, էլի դժվարություններ, որ եկեք սենց ասեմ ավելի շատ, ինչքան էլ որ ես գիտեի, որ Հայաստանում ունեմ լիքը ընկերներ, ծանոթներ, բարեկամներ, բայց ես իմ հույսը դրել էի վրա, որը որ կասեմ ամենաճիշտ բանն է պարագայում։ Այդպես անցավ 1 տարի, հետ եկա ու հավատացեք այս պահին, ոնց որ Հայաստան ես հետ վերադառնալուց 3 ամիս հետո իմ Send Organization-ից ստացա առաջարկ, որ ես կարող եմ հենց իմ Send Organization-ում աշխատել։ Այդ մի հատ ուրիշ տեսակ ուրախություն էր, որովհետև եթե դու սիրում ես այն ոլորտը ու պատկերացնում ես քեզ այդ ոլորտում ու հանկարծ ինչ-որ ձևով դու արդեն դառնում ես մասը այդ պրոցեսի, այսինքն այս ամբողջ գործընթացը դարձել է կյանքը իմ, քան թե որ ինչ-որ ֆորմալ ձևով սահմանված խիստ գրաֆիկներով տրված աշխատանք։ Ու հա, ինձ թվում է, որ հասարակական կազմակերպություններում աշխատանքը տարբերվում է խիստ օֆիսային աշխատանքից, որովհետև այստեղ ոնց որ դու թե աշխատում ես, թե ինքդ քեզ ես կրթում ու զարգացնում ու ընդհանրապես քեզ չի թվում, որ այդ աշխատանք է։ Այդպես խոսեցիր Աննա ջան։ Ահա։ Կներես արդարության համար ուղղակի պետք է նշեմ, քանի որ սկզբից դու ներկայացնելիս էլ ինձ ասացիր Next Gen 4-րդ ակադեմիայի շրջանավարտ, պետք է նշեմ, որ այն Լեհաստանից հետ վերադառնալուց ես շատ ստրես էի տանում, որովհետև հետ չէի կարողանում ինտեգրվել հայաստանյան social community, ոնց որ սոցիալական միջավայրում ինձ չէի կարողանում գտնել, նախ ինչ որ էլի հայկական միջավայր վերադառնալ այդքան ազատությունից հետո մի փոքր խորթ էր։ Ազատություն ասելով նկատի ունեմ թե մտքի, թե ինչ-որ ստանդարտների եւ այլն, այդ չեմ ուզում այդ բանին անդրադառնամ տեսանկյանը, որովհետեւ խոսել եմ հեսաբարձությունների մասին, որին իհարկե բախվել եմ, բայց այդ ընթացքում ես փորձում էի էլի հետ ներգրավվեմ որևիցե երիտասարդական խումբ, որ ինձ կօգներ վերականգնվելուն ու նորից ներգրավվելու հասարակություն, այդ Next Gen-ի մեր շրջանավարտների 4-րդ հոսքի open call-ն էր, որ ես տեսա, իրականում ինքը շատ հետաքրքիր էր այնքանով, որ սեփական նախաձեռնություն իրականացնելու հնարավորություն էր տալիս, ու ես քանի որ իմ մտքում ունեի, ես ուզում եմ ինչ-որ training-ներ անցկացնեմ, որ իրոք միտված կլինի երիտասարդության զարգացմանը, ես չէի կարող, ես նույնիսկ պլանավորում էի ինքնուրույն կարողանալ որոշակի մասնակցություն ունենալ, այնտեղ մեր գավառի պետական համալսարանի հետ է ուզում համագործակցեմ, բայց որ տեսա այս open call-ը մտածեցի, օքեյ, սա ավելի լավ հարթակ կարող է հանդիսանալ սեփական նախաձեռնությունը սկսելու համար, ու իրականում ես կարողացա մեծ հաջողությամբ ավարտել իմ ֆինանսական գրագիտություն տրեյնինգների շարքը, որը որ ես հենց անցկացրեցի Restart գավառում, այդ էլ вообще մի հատ ուրիշ
հետաքրքիր ու սենց ավելի հավես միջավայր էր ձևավորվել, քանի որ եւ թե երիտասարդների հետ ես, եւ թե իրենցից սովորում ես, եւ թե իրենց սովորեցնում միաժամանակ։ Ես ներկա եմ եղել մի քանի դասընթացների քո նախաձեռնությունից ու կասեմ, որ երիտասարդները շատ ոգևորված էին։ Աննա ջան, այս ընթացքում դու ոնց որ այսպես ասած անդրադարձ կատարեցիր քո կյանքի տարբեր փուլերին ու թե տարբեր տարիներում ինչ կերպ ա դրսևորվել քո ակտիվությունը ու ոնց տեսանք դու շատ մեծ աշխատանք ես տարել Գավառ համայնքի երիտասարդների հետ, թե տարիներ առաջ, թե ներկայում ու կցանկանայի այսպես ուղիղ համեմատական տանեիր, թե առաջ երիտասարդները ոնց էին ու հիմա ոնց են, այսինքն ինչպիսի կարծրատիպեր ունեին առաջ, ինչպիսին էր իրանց աշխարհայացքը մի քանի տարի առաջ եւ ինչպիսին է ներկայիս երիտասարդների աշխարհայացքը ու արդյոք այդ նույն կարծրատիպերը պահպանվել են, թե ոչ։ Իրականում ավելի մանրամասն պատասխան տալու համար պետք է ավելի շատ փորձառություն ունենամ, բայց քանի որ ընդհանուր ավելի, Հա, օբյեկտիվ հա, տեսքով ես կարող եմ պատկերը այստեղ ներկայացնել այնքանով, որովհետև եթե հետ գնամ այն ժամանակահատված, որ ես ինտենսիվ աշխատում էի Sky ակումբում, ըհը, մենք մեր հանդիպումները շաբաթը մեկ անգամ էին կազմակերպում ու ես ամեն շաբաթ գրեթե հասկանում էի երիտասարդ ու հետո մի բան կարող եմ ասել նաև քանի որ ես ինքս դեռ երիտասարդ եմ, այն հա, ժամանակ ավելի ոնց որ փոքր էի ու այդպես խնդիրները չեմ կարող մատնանշել։ Իսկ հիմա աշխատում եմ ինձնից փոքրերի հետ ու արդեն կոպիտ ասած կարող եմ ավելի լայն աչքով ըհը, դիտարկել իրենց։ Այն դեպքում եկեք այսպես ասենք, քանի որ Sky-ն է հիմնականում եղել ու Next Gen-ի նախաձեռնությունը, չնայած որ հենց ինքս էլ աշխատանքից բերումով ամեն օր ես շփվում եմ երեխաների հետ ու երիտասարդների հետ, բայց քանի որ ավելի մանրամասն կենտրոնացված ենք Գավառի երեխաների հետ, կասեմ հետևյալը. Sky-ի տարիներին ես տեսնում եմ ավելի հայերենով մի քիչ կդժվարանամ այս phrase-ը ասել, բայց close-minded, այսինքն ավելի փակ հա, այսինքն ավելի մտածելակերպի։ ը, ավանդական կամ չէ, ավանդական չասենք, ավելի շատ փակ մտածելակերպով, հա։ Հա, ահա, փակ մտածելակերպ ունեն երիտասարդները ու իրանց համար յուրաքանչյուր տեսակի նորարարություն մի Ըհը, փոքր դժվար էր ընկալվում։ Իսկ հիմա պետք է նշեմ ավելի այո, դեռևս պահպանվել է, ինչ խոսք, կան շատ ըմ, բաներ, որ էլի երիտասարդների համար ինչ-որ չափով նորություն է ու իրանք դժվար են ադապտացվում, բայց ինտերնետային աշխարհը մեծամասամբ օգնում է այս պրոցեսին, որ իրանք ավելի ինտեգրվեն ու ավելի open minded դառնան։ Այսինքն, եթե համեմատում ենք մի 2022 թվականին, մի 3 տարի առաջ, երբ որ դեռ Sky-ի գործունեությունն էի ըհը, ծավալում ու էլի տրեյնինգներ էի անում ու հիմա, որ է 2024 թվականի իմ նախաձեռնության մասին եմ խոսում, ըհը, արդեն եթե դա ես կներեք սխալվեցի, ես Sky ակումբը վարել եմ ավելի շուտ 2018-19 թվականներին հա, ու ես էլի անդամ եմ եղել այդ Sky ակումբների մի որոշ ահա ժամանակ, ես Միգուցե էլ հիշում։ նույնիսկ դու էլ հիշես ինչ-որ բաներ, որ թեկուզ ընկերներով կամ էլի խմբերով Ըհը, քննարկածների ենք, այդ դեպքում, երբ որ ինչ-որ նոր նախաձեռնություն էինք ուզում իրականացնել, անընդհատ մտածում էինք երեխաների, երիտասարդների մի մասը, բա չէ ո՞նց ենք անելու, հա, բայց ո՞նց պետք է արվի, բայց կաղավ Սյուժի օրինակ աղջիկների մեծամասնությունը Sky-ի եթե երեկոյան ժամերի էր լինում, չէր գալիս, ըհը, որովհետև պապաները կամ իրանց աղբերները ասում էին ուշ ա տնից այս ժամին ինչ ես դուրս գալիս եւ այլն։ Իսկ հիմա ես այս նախաձեռնության դեպքում ֆինանսական գրագիտության Next Gen-ի շրջանակներում, որ իրականացրեցի, ժամը կապ չուներ։ Երիտասարդները գալիս էին, որ ըմ, ժամի անհրաժեշտ էր գալիս էին, որ ժամին վերջացնում էինք, գնում էին։ Այսինքն դա ավելի խորացած կարծրատիպը մի փոքր փոխվել է, թեկուզ ժամերի հետ կապված, թեկուզ իրանց ազատության ըհը։ լիազորությունների հետ կապված։ Հա, կարելի է ասել, որ թե կարծրատիպերը ընդհանրապես վերացել են, այլ ուղղակի իրանց ազդեցությունը մի փոքր նվազել է,
Ըհը։ տարիների համեմատ, բայց ինձ թվում է, որ այս խնդիրը նույնպես լուծելի է ու տարեց տարի էլ ավելի է փոփոխվում այդ ամեն ինչը, ուղղակի կարևորը այն է, որ այս տիպի նախաձեռնությունների միջոցով մենք կարողանանք իրազեկել ու կարողանանք այնպես անել, որ այդ երիտասարդը, որ կարծրատիպերով է, այսպես ասած, օժտված կամ ստիպում են իրան այդպիսի կարծրատիպերով ապրի, լսի ու իր աշխարհայացքում նույնպես փոփոխություններ կատարի։ Դու խոսեցիր այն մասին, որ մի շարք միջազգային ծրագրերի ես մասնակցել ու կոնկրետ կամավորություն է Լեհաստանում, որ իրականացրել ես։ Ըհը, ըհը, Այդ շատ, այսպես ասած, մեծ բան է ցանկացած մարդու համար, որ ինքը ինքնուրույն լինի ու լրիվ այլ երկրում ապրի, ու ներկայումս տեսնում ենք, որ այդպիսի շատ ու շատ ծրագրեր կան, սակայն նկատվում է երիտասարդների կողմից, համեմատ աղջիկների կողմից մի փոքր պասիվություն այդ ծրագրերի հանդեպ, ու այսպես ասած, ինձ թվում է դա կապ ունի որոշակիորեն ծնողների վերաբերմունքից, որովհետև ծնողները ոչ թե վատ են տրամադրված, այլ ուղղակի չգիտեն, թե ինչ է իրենցից ներկայացնում կամավորությունը, հասարակական կազմակերպությունը։ Կուզենայի եկեք իմանալ։ այս հարցում մի փոքր չհամաձայնեմ այն դեպքում, երբ որ աղջիկների ու տղաների ըստ վիճակագրության Հա, հավատացեք մեր բոլոր ծրագրերին մեծամասնությամբ աղջիկներ են դիմում։ ո, Մենք նույնիսկ կարելի է ասել, որ տղա մասնակիցներին հաճախ ուղղակի փորձում ենք ման գալ, հա, որովհետև նույնիսկ այդպես։ հա, որովհետև չունեինք դիմորդների ցանկում օրինակ տղաներ։ Հմ, Աղջիկները շատ են գերակշռում, բայց պապինջակ ներեք, ես այնտեղ ուզում եմ նաև մի փոքր լրացում անել, քանի որ էլի բան էի ուզում ասեի, հա, հա, խնդիրների հետ կապված ինչը որ նկատել եմ փոփոխվել, իհարկե այս հարցից շեղվում եմ, բայց ուզում եմ անպայման ավարտեմ նախորդին։ ըհը, Այնտեղ, որ նշեցի, այո, կարծրատիպերը քիչ-քիչ փոխում են, բայց օրինակ հիմա ինչն է, որ ավելի լավ։ Առաջ, եթե ինչ-որ նախաձեռնություն սկսեինք, մեդիա հարթակում երիտասարդները, հատկապես տղաները, չէին ցանկանա երևալ։ Իսկ հիմա, օրինակ ֆինանսական գրագիտության դասընթացների արդյունքում ես ամենօրյա ռիլեր էի պատրաստում հա, ու հասկանում էի, որ տղաների տարբերություն չկա, տղաներ, աղջիկներ ընդհանրապես դեմ չէին լինում, ընդհակառակը իրանք նույնիսկ իրենց սեփական նախաձեռնությամբ էին հանդես գալիս, եկեք նաև այս ռիլը հմ, օրինակ այսպես նկարել կամ այս ըհը, ձևով անել։ Այսինքն սա էլ է տարբերություններ, եթե դիտարկում եմ, երեխեքն էլ են արդեն open minded դառնում։ Բայց ինչ վերաբերվում է այն հարցին, որ քիչ առաջ նշեցիր, բալանսավորման հետ կապված, հա, պետք ահա, է նշեմ, որ տղաները մի փոքր պասիվ են։ հա, պարզ է։ Պասիվությունը ինձ թվում է էլի ժամանակի հարց է, որը պիտի ինչ-որ ձևով լուծում տրվի։ Ինձ թվում է, որ այդ պասիվությունը էլի որոշ չափով կարանք մենք մեծացնենք, բայց չենք կարա, այսպես ասած, միանգամից բոլորին դարձնենք ակտիվ։ Ես կուզենայի կոնկրետ Աննա ջան, խոսեինք նաև այն մասին, թե ծնողները ինչ վերաբերմունք ունեն արդյոք հասարակական կազմակերպությունների կամավորության, այս դեպքում նույնիսկ արտասահմանում կամավորություն իրականացնելու մեջ, որովհետև մեր ծրագրի նպատակը նաև հենց ծնողներին այդ ամեն ինչը հասու դարձնելն է։ Արդյոք ծնող-երեխա հարաբերությունների մեջ ծնողը հասկանում է, որ երեխան ֆորմալ կրթությունից բացի նաև իրան անհրաժեշտ է ու նաև երեխան է ուզում, որ ոչ ֆորմալ կրթություն ստանա։ Իրականում շատ լավ հարց տվեցիր, որովհետև ես ինքս բախվում եմ այս ծնող-երեխա Ըհը, հարաբերությունների ճիշտ մոտեցմանը, որովհետև երբ որ իհարկե սա կախված է նաև այն ծնողների այն մոտեցումից, որ առաջնեկներին իրենք միշտ տարբեր ոնց որ առաջինն է, չէ։ հա, Ու ես մի օր եկա այն հայտարարությամբ մեր տանը, որ ես մեկնում եմ Լեհաստան ու 8 հմ, ամսով անկեղծ ասած սկզբից պապան մտածում էր էս ուղղակի էլի random որևէ հայտարարության հա, հա, հանդես գալի, որովհետև ես ունեմ տենց բաներ, ինչ որ քնում օդի ջարդում եմ ու ինչ որ հայտարարություն եմ անում տանը, ու այն ժամանակ ինչ որ լուրջ չէին վերաբերվում, մտածում էին, ըհը, մի բան տեսել է, եկել ասում է, բայց երբ որ ես իրանց ասեցի պատասխանը անցել եմ ու ես անպայման գնալու եմ, մի պահ չէին հասկանում արդյոք սա իրականություն է, հա, բայց
Երբ որ ես ասացի, որ խնդրում եմ, ոնց որ խնդրում եմ թողեք ինձ գործեմ իմ սեփական պատասխանատվության շրջանակներում, այսինքն հետոյի համար, եթե ես հասկանամ, որ ինչ-որ միջափով Ահա, սեփական self-improvement, սեփական զարգացմանս համար ինչ-որ քայլեր եմ արել ու դուք ինձ սահմանափակել եք, հետո ես արդեն ինքնըստինքյան ձեզ եմ մեղադրելու իմ հա, պահողումներում։ Իսկ եթե դուք թողնեք, որ ես իմ լիակատար ինքնատնօրինման ճանապարհին կայացնեմ իմ որոշումները, հետո ձախողման դեպքում ես հասկանալու եմ իմ ըհը։ սխալի պտուղները։ Այսինքն ոնց որ շատ կտրուկ ես էլի, այսպես ասել, որ Ես ուղղակի ուզեցա բալանսի բերեմ իմ ու իրանց դիրքորոշումները այն թեմայի շուրջ, որ իրոք կապված էր իմ կյանքի ինչ-որ ըհը, փուլի հետ ու որը հետոյի համար ինձ տալու էր հա, բավականաչափ դասեր, որ ես չէի ստանալու զուտ Հայաստանում մնալով։ հա, Ու պարզվեց։ հայրիկս սկզբից դեմ էր, հետո չէր ուզում, հետո ինչ-որ մի քանի օր մենք անընդհատ այդ խոսակցությունների մեջ էինք, մինչև որ ի վերջո Ըհը, իրանք փորձեցին համակերպվել այն մտքի հետ, որ այո, ես կարող եմ գնալ ու կարող եմ միայնակ իրոք այդքան ժամանակ մնալ, չնայած ես հետո երկարացրեցի իմ ծրագիրը, ես ի փոխարեն 8-ի մնացի այնտեղ 11 ամիս, ըհը, հա, որովհետև շատ էի հավանել ծրագիրը ու չէի ուզում հետ վերադառնալ, այդպես ու կարծում եմ, որ հիմա հա, ի դեպ, որ ասում էի հարցը այն ուղղությամբ էր, որ արդյոք ծնողները այդպես լիակատար վստահություն են ունենում, պետք է նշեմ, որ հաճախ ոչ, լինում են դեպքեր, որ օրինակ երեխաները զանգում են, այո, մենք անցել ենք ծրագիրը, բայց ըհը, օրինակ իմ մաման կամ պապան մտածում են, որ իրենք պետք է պարտադիր խոսեն տնօրենի հետ, նախագահի հետ, ձեր հասարակական կազմակերպության, որպեսզի լիարժեք վստահ լինեն, կամ խնդրում ենք, կարող ենք այցելել օֆիս, ձեզ տեսնել, հասկանալ, այս պահի դրությամբ ունենք Թուրքիայում ծրագիր, անընդհատ անհանգստություններ են safety անվտանգության պահով, բայց ես ուղղակի ուզում եմ այս էլ օգտագործել այս հարթակը, որ ասեմ, այո, եթե մենք իրոք չհասկանանք, որ վստահելի են այդ կազմակերպությունները, որոնց հետ աշխատում ենք կամ այն environment-ը, որտեղ երեխաները պետք է գործունեություն ծավալեն, հաստատ մենք առաջնահերթ չենք դիտարկի այդ տարբերակները։ Այսինքն ոնց որ ծնողների հետ էս խնդիրը, ավելի շատ խնդիր չհամարեմ դա, այլ չհասկացվածություն կարելի է ասել, կարելի է լուծում գտնել այդ ամեն ինչին, երբ որ երեխան, եթե շատ է ցանկանում կամավորությամբ զբաղվի կամ որևէ հասարակական կազմակերպությունում գործունեություն ծավալի, պետք է այս ծնողի հետ, այսպես ասած, խոսակցություն ունենա ու ծնողն էլ իր հերթին, ոչ թե պետք է կտրուկ դեմ լինի առանց երեխային լսելու, այլ փորձի ինքն էլ ծանոթանա, ուսումնասիրի այդ ոլորտը, հասկանա ինչ լավ բաներ կտա այդ երեխուն։ Ու խոսելով լավ բաների մասին, Աննա ջան, ուզում եմ իմանամ, թե կոնկրետ ինչ ա քեզ տվել կամավորությունը ու ինչն ա քո մեջ փոխել։ Արդյոք կա, այսպես ասած, հին Աննա ու նոր Աննա, միջև այս ամեն ինչի միջով անցնելը, ու արդյոք ինչ խորհուրդ կտաս այն երեխեքին, այն երիտասարդներին, ովքեր որ ուզում են սկսել ՀԿ-ներում գործունեություն ծավալել եւ այլն, բայց այդ կարծրատիպերի եւ այլնի պատճառով կամ վախենում են, կամ ուղղակի չգիտեն թե որտեղից ճիշտ սկսել ու արդյոք մտածում են այդ ինչ որ բան իրանց կտա թե ոչ։ Այս հարցով արդեն իսկ սահմանափակվենք, որովհետև մեր ժամանակը սուղ է։ Շատ լավ, եթե խոսքը ընդհանուր առհասարակ կամավորության մասին է, ես կարող եմ ասել, որ կամավորությունը ինքնին դռներն է բացում մարդկային այն հատկանիշների ձեռքբերման ճանապարհին, որը որ քեզ օգնում է հետևյալը հասկանալ, որ վերոնշյալ մարդկային հատկանիշներն են այն, որ քո մոտ ձևավորվում է պատասխանատու քաղաքացիությունը։ Այսինքն ինչքան կամավորություն ես անում, այնքան դու հոգ ես ստանում այդ քո արած աշխատանքի ու պրոցեսի մասին։ Ես չեմ ասում կամավորություն անում ենք, օրինակ ծառ ենք տնկում, ծառի մասին ենք հոգ ստանում, ոչ։ Ստանում ես այդ ամբողջ պրոցեսի մասին, այսինքն դու արժևորում ես քո ժամանակը, քո էներգիան, քո տնկած ծառը, քո այն ամբողջ ռեսուրսը,
ռեսուրսը, որը դու ներ ես դնում ես ամբողջ process-ն իրականացնելու համար։ Ու եթե դու ուզում ես, որ այս ուղին սկսի, ես միշտ խորհուրդ տալուց ասում եմ, արեք այն, ինչը որ դուք եք լիովին ուզում ու լիարժեք ցանկանում, հետո որ ինքներդ ձեր հետ խոսելուց անկեղծ լինեք դուք ձեր հետ։ Այո, Եթե դուք ուզում եք կամավորություն սկսել, արեք, փորձեք։ Եթե հավանեցիք, եթե ձեզ դուր է գալիս ինչ-որ ձևով օգնություն տալը, իհարկե սա կոպեկի երկու կողմն է, կամավորություն անում ես ինչ-որ առանց ակնկալելու ինչ-որ բան, բայց ինքը քեզ հետ է վերադառնում մյուս կողմից, որտեղ դու ինքդ ես սովորում ամեն ինչ, այն ինչը որ անում ես դու։ Այսինքն, այս պարագայում ես միայն խորհուրդ կտամ կամավորության ձգտողներին ուղղակի անել։ Եթե չհավանեցի, կամավորությունն այնպիսի բան է, որ ձեզ ոչ ոք ոչ ստիպում է, ոչ ինչ-որ բան է պահանջում։ Եթե չեք ուզենա, չեք անի, բայց կարևորը այն է, որ փորձեք։ Իսկ կարծրատիպեր հավատացեք միշտ կան, փորձեք այդ կարծրատիպերի ես չեմ ասում արհամարենք, որովհետև մենք միաժամանակ ենք իրանց հետ ապրում ու չենք կարող արհամարել, բայց փոխենք ինչ-որ չափով, փորձենք ինչ-որ չափով փոխել կամ որոշակի ձևով հաշվի նստելով կարծրատիպը ավելի հղկել։ Հա, փոփոխել այսպես ասած։ Վերացնել չի լինի, կարանք զուտ ուղղակի նվազեցնենք իր ազդեցությունը։ Այդպես Աննա ջան, կրկին անգամ շնորհակալ եմ, որ միացար ու այս ոդքասթը իրար հետ իրականացրեցինք, որը առաջինն էր, բայց վերջինը չէր։ Ես էլ շատ շնորհակալ եմ, որ կարողացա ինչ-որ չափով իմ կարծիքով ու փորձառությամբ կիսվել ու մոտիվացնել երիտասարդներին։ Քեզ մաղթում եմ քո հետագա ոդքասթների մեջ հաջողված աշխատանք, հուսամ մյուսները նույնպես կկարողանան ինչ-որ չափով օգնել երիտասարդությանը։ Շնորհակալ եմ շատ։ Եղավ Աննա ջան, հաջողություն եմ մաղթում քեզ քո գործերում, իսկ մեր լսողներին կասեմ, որ սպասենք հաջորդ ոդքասթին։